Երեք հմեկ էի նայում, ասում էին, որ Հայաստանը շատ զարգացած երկիր է։ Պատմում են, որ Շվեյցարիային տվել անցել է։ Ասում էին, աղքատություն չկա էլ, ոչ մեկ էլ խոպան չի գնում, երկիրը զարգանում ու մեծանում է, ասում է։ Մենք ուղղակի չենք զգում դա։ Հմեկին, որ նայում ես, տեսնում ես, որ ոնց որ ամեն ինչ լավ է գնում։ Էլ խի ենք սենց տանջվում մենք։ Խի միլիոնավոր հայեր սենց ցավում իրանց երկրի համար։ Հետո անջատեցի մեկը ու սկսեցի բոլորին զանգել հարցնել դուք ոնց եք մտածում։ Նաև ընկերներին զանգեցի Գեղարքունիքի մարզից։ Ասեցին, դե ոնց ասենք, յուղի տղամարդկանց 90%-ը ստեղ չի։ Գործ չկա։ Եթե այդքան ամեն ինչ լավ է, ինչու են մարդիկ Հայաստանից գնում։ Ինչու է Գեղարքունիքի մարզը, ինչու է Գավառը այս ամեն տարվա սկզբից հազարավոր տղամարդիկ գնում։ Վոլգոգրադում երևի հայերի մեծ մասը ում գնում է Գավառից է։ Բոլորը լավ գործով, բանով, բայց հայրենիքի հանդեպ կարոտով։ Ուրիշ քաղաքներում է նույն բանն է։ Ձեր շրջապատում կա մարդ, ով արտագնա աշխատանքի բարեկամ չունենա։ Գործարանները երկրում քանդվել է, մարդիկ ստիպված են եղել գնալ դուրս աշխատեն, որպեսզի իրենց ընտանիքը պահեն ու փառք Աստծո պահում են, լավ պահում են, հնարավորություն տալիս են։ Բայց մեր երկրի համար, որպեսզի այդ մարդիկ մնան մեր երկրում, որպեսզի երկիրը շարունակի ապրել, համայնքները շարունակեն ապրել, մեզ պետք է վերականգնենք այդ պոտենցիալը, ինչ որ ունեցել ենք, վերականգնենք այդ գործարանները, ինչ որ ունեցել ենք։ Եթե մենք ապագա ենք տեսնում Հայաստանի համար, մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք Հայաստանում։